Մարդը ստեղծվել է ինչի համար, որ ստեղծի իր նմանին, հայթայթի էներգետիկ ռեսուրսներ, Պատերազմներ արել, գրավել է ուրիշ երկրներ, չգիտեմ, կրոնա փոխ արել մարդկանց, որ լուծի բազային սննդի հարցը։ 1000 տարվա առաջվա խնձորը այսօրվա մեր այդ խնձորի քաղցրությունը չի ունեցել։ Արագ սնունդ ստանալը հեշտ է ու էժան է ու շատ կարելի է վաճառել։ Մարզվել հասկացողությունը նախնադերն մարդու մոտ չի եղել։ Ավելի շատ գերսնուցման ճարպակալման խնդիրն է, քան թերսնուցման։ Իրանց համար հասանելի չի առողջ սնունդ հասկացողությունը։ Չգիտեմ ինքը միֆ է թե իրականություն է, մեր ժամանակ սնունդն ավելի լավն էր։ Գիտությունը կզարգանա եւ կպարզվի, որ այդ պրեպարատը չէր կարելի օգտագործել։ Ողջույն սիրելի հյուրեր, ողջույն սիրելի բարեկամներ, Medcast-ը նորից եթերում է, այսօրվա մեր հյուրը մեզ երկրորդ անգամ է հյուր ընկալում, Մարթա, ում անունը ամենաշատն է հնչել մեր հաղորդումների ընթացքում, որովհետև ուրոլոգ դառնալու ճանապարհին պարտական եմ, որ ասում ամենամեծը Երվանդ Սերգեյիչին, Երվանդ Սերգեյիչ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր մասին շատ եմ խոսացել, որտեղ ասում եմ ոնց դառա ուրոլոգ, ասում եմ Երվանդ Սերգեյիչին տեսա, ասի այս էս մարդ եմ ուզում դառնամ։ Ինչ որ չափով շատ մեծ ճանապարհ կա դա անցնելու, բայց այսօրվա մեր զրույցը ուրոլոգիայի մասին չի։ Ուրոլոգիայի մասին մեր նախորդ զրույցը լինքը կթողենք Ապիսանիայի բաժնում, կարաք մտնեք նայեք։ Այսօրվա մեր զրույցը ֆիթնեսի մասին է, սպորտի մասին է։ Դուք սպորտը ձեր կյանքում մանավանդ վերջի 10 տարում ամենամեծ դերերից մեկն է, մանավանդ այս տարիքում շատ դժվար է պատկերացնել։ Ինչ է ֆիթնեսը, որտեղից է ինքը եկել, ով է մեզ տվել ֆիթնեսի գաղափարը ու ոնց պետք է իրանով զբաղվել։ Ես որպեսի ի սկզբանե մի փոքրիկ ինտրիգա մտցնեմ մեր այսօրվա խոսակցության մեջ կամ զրույցի մեջ, ես կարող եմ ասել, որ մարզվելը ընդհանրապես մարդուն բացարձակապես բնորոշ չէ։ Սկսենք դրանից։ Այսինքն, եթե մենք փորձենք մի քիչ հետ գնալ մոտապես մի գոնե 100-200 տարի մարդկությունը ձևավորվում է վերջի 40,000 տարվա ընթացքում, էվոլյուցիոն բիոլոգիայի տեսանկյունից մարզվելը դա նոնսենս է։ Այսինքն, մարդը ստեղծվել է ինչի համար, որ ստեղծի իր նմանին, հայթայթի էներգետիկ ռեսուրսներ, որը կարողանա օգտագործել իր առօրյա կյանքում եւ արտադրական process-ի մեջ։ Եվ ցանկացած ժամանակ, երբ որ այդ սարքված մեխանիզմին պահանջ եք ներկայացնում, օրգանիզմում միանում են պաշտպանողական մեխանիզմները եւ սկսում են տնտեսել էներգիան, որովհետեւ միշտ միանում են ինքնապաշտպանման մեխանիզմները։ Հետևաբար մարզվել հասկացողությունը նախնադերն մարդու մոտ չի եղել։ Անշուշտ հիմա դուք կասեք կարտոր քանգեղը եւ այլ, այո, նման բաներ էպոսներում, ոնց ասեմ ձեզ, լուսաբանվել են, կան, մեզ են հայտնի, անգամ եղել է, ասենք, սիտուացիաներ պատմությունից գիտենք, որ մարդիկ իրար կռվի դաշտում, որ հանդիպել են երկու զորք, երբեմն եղել է, որ որոշել են, որ ամեն ազգի կողմից ամենահզորը իր ներկայացնի եւ ինչու՞ չէ, երբ որ մեկը պարտվել է, ընդունել են, որ ամբողջ ասենք զորքը պարտվեց եւ դրանով որպեսի ավելորդ զոհեր չլինեն, կարծես ինչ որ եկել են ինչ որ փոխադարձ հասկացողության։ Միտքս ճիշտ հասկացեք, բայց իրականության մեջ ոչ մարզվելը բնորոշ չէ մարդու բիոքիմիային, հետևաբար երբ որ մենք մարզվում ենք, պետք է հստակ հասկանանք նախ առաջինը աննպատակը եւ երկրորդ ամենակարևոր գործոնը պետք է հասկանանք, որ նաեւ այստեղ մեր բժշկության սկզբունքը կա նոլինոցերը, որը չեն հասկանում շատ մարդիկ, դրա համար թարգմանեմ, այսպես ասած, մի քիչ ավելի մարդկային լեզվով, վնաս մի պատճառիր կամ մի վնասիր այս գաղափարի մեջ։ Մի process, որը մեզ բնորոշ չի, բայց դառնում է ռիտուալ 21-րդ դարում։ Իհարկե, որտեվ շատ բան է փոխվում։ Տեսեք, մենք վաղուց արդեն մոռացել ենք, որ մարդիկ պետք է ոտքով էին քայլում, ասենք ամեն մեկը ձիչ ուներ։ Հիմա ես վերջերս մի հատ ստատիստիկա կարդացի, վիճակագրության տվյալներով, միգուցե ճիշտ եմ կամ սխալվում եմ, բայց գոնե վերջի 5 տարվա ընթացքում Հայաստանի միայն ավտոմոբիլների քանակը արդեն կարծես 1 միլիոնի է հասնում։ 900 քանի հազար գրանցած մեքենա։ Շնորհակալություն։ Այսինքն 5 տարի առաջ 350,000 ավտոպարկը դարավ 1 միլիոն։ Այսինքն ընտանիք կա, որ ոչ թե 1 մեքենա ունի, այլ նվազագույնը 4 մեքենա ունի, այսինքն ընտանիքի բոլոր անդամները։ Այսինքն հիմա մենք մտնում ենք ինչ որ մի հատ նոր դար,
տեխնոկրատ, այսպես կոչված երկիր, բարձր տեխնոլոգիաների երկիր, երբ որ նայեք, մենք ունենք մեծ քանակությամբ հասանելի էներգիա, այսինքն նույն 1 կիլոգրամ միսը հայթայթելու համար պետք չի, որ մարդը 20 կիլոմետր վազի ու ինչ-որ նապաստակի հետևից, այլ ինքն ընդամենը մտնում է սա սուպերմարկետ, վճարում է 4-ից մինչև 8000 դրամ ընդունենք տարբեր տեսակի համար եւ 1 կիլոգրամ միսը հայտնում է իր սեղանին։ Դրա համար ոչ մի կիլոկալորիա էներգիա չծախսելով։ Նույնիսկ պատրաստելու վրա էներգիա չի ծախսում։ Այո։ Մեկը պատվիրում է, բերում են այդ 1 կիլո միսի իր սեղանին։ Okay, իհարկե։ Տեսեք, անգամ շատ ճիշտ եք ասում, էլի, եթե ժամանակին պիտի գնար ոդկով հասներ խանութ հետ գար կամ թեկուզ իջներ առաջի հարկ բարձրանար, մենք շատ հեշտ ու հանգիստ կզարգի ինչ որ մի ընկերության, առաքման ծառայության եւ կբերեն այդ ամեն ինչը կմատուցեն տանը։ Այսինքն հետեւապես առաջանում է հետեւյալ կարգավիճակը, երբ որ էներգետիկ ռեսուրսները մեզ համար դառնում են շատ ավելի հասանելի, նամանավանդ էներգետիկ ռեսուրսը նաեւ պետք է հասկանանք արժեք ունեցող Այսինքն նաև պետք է հասկանանք, որ օրինակ միրգը ծառից պոկելը հեշտ էր, որսի գնալը կամ միս բերելը ավելի դժվար, այսինքն ավելի հասանելի է բարձր կալորաժով եւ սպիտակուցային ավելի շատ պարունակություն ունեցող ուտելիքը, հասկանում եք, ավելի բարձր մակարդակի ուտելիքը եկեք չսարքենք այսօր այդ նուտրիցիոլոգիայի իհարկե թեման, որտեղ մեր զրույցը, որտեղ բուն ինքը սպորտի մասին է եւ ավելի շատ կուզենայի, ասեք, ես վերջերս մի հատ ըստ ինձ շատ հետաքրքիր պրեզենտացիա էի կազմել, բայց հետո կարծես թե պատվիրատուն հրաժարվեց, ինչու, որովհետեւ մենք մի տեսակ չհամաձայնվեցինք վերնագրի շուրջը Սա բառախաղ էր, այսինքն exercise, այսինքն հասկացաք միտքս, օրինակ ընդամենը այս տառը ավելացնելով, հա, եւ ինչու եմ ես դրա մասին խոսում։ Տեսեք, էլի գաղափարը հետեւյալն է։ Պետք է հասկանալ, որ եթե էներգետիկ մեծ պահանջ ենք ուրեմն ներկայացնում օրգանիզմի առջև, հետեւաբար մարդուն գցում ենք ստրեսի մեջ։ Ցանկացած ստրեսի ժամանակ բացարձակ նշանակություն չունի, դա ուրախություն է, տխրություն, թե ինքը, ասենք, տաժանակիր աշխատանք է կատարել, հա։ Միանում է ընդամենը սիմպաթիկուսը։ Սիմպաթոադրենալովая սիստեմա։ Սա նշանակում է, որ աշխատում է սկզբունքը, որը կոչվում է baby-gy։ Մոտապես որպեսզի մեր ունկնդիրներին ավելի մատչելի ձևով բացատրեմ, եթե ձեր հետևից այռուցը վազում է, ներողություն, ձեր մտքով չի անցնի ինչ-որ մեկի հետ հարաբերություն ունենալ ու շատ ներողություն այդ պարագային էլ հələ զբաղվել մտածել պտղաբերության ֆունկցիայի մասին, էլի, ներողամիտ եղեք։ Հասկացաք միտքս, հետեւաբար երբ որ մենք այտենց պետք է պատկերացնենք, որ ցանկացած ստրեսը քննացնում է վերարտադրողությունը եւ ամբողջը ինչ որ կապված է մեր նաեւ սեռական ֆունկցիայի հետ։ Ու այս գաղափարի մեջ պետք է պատկերացնել նաեւ հետեւյալը. տարբեր է ազդեցությունը սուր ստրեսի եւ քրոնիկ ստրեսի, եւ այս տեսանկյունից եթե ուզում եք օրինակ, ամենավառ օրինակը նա է, որ մարաթոն կամ երկարատև վազքով զբաղվող մարզիկների մոտ օրինակի համար ամենացածր լիբիդոն է։ Ու դրա համար հիմա օրինակ որ մեկ ֆիթնես կլուբերում ես տեսնում եմ երիտասարդներ կան, որոնց Աստված տվել է նաև գեղեցիկ մարմին, sense նիհարակազմ, ինչ որ երիտասարդներ ու տեսնես ժամերով վազում են, ես ուզում եմ իրանց միշտ մոտենամ, հարցնամ, ասեմ, երեխեք, ես եք վազում, ուր եք վազում, ասենք, ինչն է ձեր նպատակը, հասկանում եք, ես դեմ չեմ մարզվելուն, ուղղակի ընդհակառակը ես քարոզում եմ մարզվելու նպատակային ձևերը, որ այսինքն ամեն մարդ, երբ որ այսօր մտնում է մարզվադաշտ, ինքը պետք է հասկանա ինչի համար գնաց եւ ինչին է ուղղված իր մարզումները։ Այսինքն ուզում է տեստոստերոն բարձրացնի, բայց եթե ինքը պետք է հասկանա, որ 30-40 րոպեից ավել ծանր մարզությունով է զբաղվում,
իր տեստոստերոնը իջնելու է, ոչ թե բարձրանալու է։ Ես իմ նշանակման թերթիկների մեջ այդ առանձին ունեմ գրած ու ձեզնից եմ սովորել։ Բա իհարկե։ Դրանցն ֆիզիկական ակտիվություն շաբաթական 150 րոպե եւ ոչ ավելի։ Վերջացավ։ Հա, այսինքն շաբաթ ինքը գալիս է 30-40 րոպե, եթե բաժանենք շաբաթը 3 անգամ ստանդարտ մարզում։ Այսինքն էլի աշխատում է նույն գաղափարը։ Տեսեք, մենք պաշար ունենք, օրգանիզմը անցը չի կարող նույն ադրենալին, նորադրենալին արտադրի, ինչ որ պաշար ունենք։ Այդ պաշարը հերիքում է առաջի մոտավորապես 15-20-25 րոպե։ Դրանից հետո երբ որ նվազում են ադրենալի պաշարները, օրգանիզմը սկսում է մակերիկամով սինթեզել եւ դուրս մղել, արտամղել կորտիզոլը։ Ու կատաբոլիզմը արդեն մեր մոտ Վերջացավ։ Այսինքն գնում է յուղի պաշարում եւ կատաբոլիզմ։ Այսինքն իրականության մեջ գնում ենք մարզվելու, բայց այրում ենք սպիտակուց եւ օրգանիզմին դրդում ենք, որպեսզի ինքը նորից յուղ պաշարի։ Այդ հարցը միշտ առաջանում է։ Ես նոր ասացի ամեն օր ֆիթնես եմ գնում, դա ավելի շատ հոգեբանական իմ մոտ բան է, ուղեղս մաքրվում գնում եմ աշխատանքի ու sense մի հատ հետաքրքիր բան կար, ես միշտ շուտ եմ դուրս գալիս մարզասրահից։ Այսինքն իմ մտնել, փոխվել, լողանալ, դուրս գալը մի ժամ է տևում։ Միշտ ասում են, այդ պարապիր բրծա, հա, ասում եմ, մի քիչ էս արեցի, մի քիչ այն արեցի, ասում եմ, չեմ պատրաստվում, գնամ օլիմպիական խաղերի ես, հենց այդ եմ ասում։ Վերջ։ Ուրեմն նաև դրա հետ միասին պիտի հասկանանք, որ եթե մենք ուզում ենք մկանային զանգված հավաքենք, տեսեք, ուզում եք հավատացեք, ուզում եք չեք, բայց մկանը մարդիկ հավաքում են հանգստի շրջանում։ Երբ որ մենք մարզվում ենք, ընդհակառակը մկանային զանգվածը որպես բջիջ ինքը քայքայվում է եւ դա է դրդում, որպեսի այդ արտադրվեն որոշակի կոմպոնենտներ, որի մասին եթե կուզեք նաև կխոսենք, որովհետև տեսեք ֆիթնեսը իրականության մեջ ինձ հետաքրքրեց։ Նախ սա իմ արտահայտությունը չի, սկսած 2016 թվականից արդեն 10 տարի աշխարհում բավականին լայք կիրառվում է գաղափարը այն է, որ մկանային զանգվածը դա էնդոկրին օրգան է։ Ուղղակի սարսափելի թերի հետազոտված։ Էնդոկրին օրգան է, որ պահով պատկերացրեք, որ մարզումների ժամանակ ուրեմն առաջանում են մոտավորապես 600 բիոակտիվ մոլեկուլներ։ Նա հիմա հարցնում հետեւյալը, ըստ ձեզ քանիսն են հետազոտված դրանցից։ Ընդհանրապես 20-ը։ Հա, մնացածի մասում ենք գաղափար չունենք, ինչ ոնց։ Այդ 20-ն էլ, ասենք, անջատվել են, գիտենք, որ դրանք կան, ինչ որ միտեղ փորձում են հասկանալ, ինչ դեր ունեն, արդյոք կարող են օրինակ կնենց անել, որ միոստատինը պատկերացեք, երբ որ մենք սկսում ենք մարզվել, միանգամից օրգանիզմը միացնում է ինքնապաշտպանողական մեխանիզմը, արտադրում է միոստատին, որը թույլ չի տալի, որ այդ մկանը դուք ջնջխեք ու չի թույլ տալիս, որպեսզի ինքը աճի։ Օրինակ այն կենդանիների ու մոտ գենի մակարդակի վրա միոստատինը անջատում են ուղակի, այդ կենդանիները դառնում են ահավոր, աժդահակ ու խիստ արտված մկանային զանգվածով։ Հա, այո։ Այսինքն հասկանում ենք, որ էլի միանում է բնականon մեր նույն ձևի ու ամենակարևորը, տեսեք, հարց կայանում է նրանում, որ ինչու պիտի մարզենք, մանաց չստեղծվի, որ մարդիկ ասեն Երևան Թարուսյանը եկավ ասեց ֆիթնեսներ մի գնացեք, չէ։ Մենք պարտավոր ենք գնալու, պարտավոր ենք շտկելու այն խնդիրները, որ առաջացնում է այսօրվա մեր ապրելակերպը, հասկանում եք, ոչ մեկ ձիով նորից չի սկսելու քայլել, կան շրջապատում են, հավաստիացնում են, ձեր շրջապատում են, տղեկ չգնանք Սևան, որ ասում են, որ ինձ ասում են գնանք Սևան, ասում են մեծ հաճույքով, բայց ամենավերջում այդ ավարտվելու է, որ ափին միտեղ նստենք, մի կտոր հաց ուտենք, այնաստեղ Երևանում լիքը ռեստորաններ կա, այդ գնալ գալ ինչի համար է։ Հասկանում եք, այսինքն մենք մոռացել ենք իրար հրավիրենք, որ օրինակ գնանք սարերով քայլենք կամ սունկ հավաքենք անտառում կամ չգիտես, միտքս հասկացաք, այսինքն այն բոլոր ձևերը, որոնք որ կային հանգստի ակտիվ ձևերը, սա պիտի քարոզվի, ասածը սա է, հասկանում եք, ու շատ կարևոր է, եւ ինձ համար նաեւ ողջունելի, որ այս մեծ քանակությամբ ֆիթնես կլուբեր բացվեցին, չէ՞ որ մի 15-20 տարի չկային, 1-2-ներ, անունները չտանք, որ գովաց չհնչի, բայց ամեն դեպքում 1-2 գոլջիմներ, օրանժներ, տրանսպորտներ, այլի, իսկ հիմա ասենք ցանցեր կան, անվանի ամեն ռայոնում մի հատ ամեն իր մասնաճյուղ ունի։
եկեք ավելի գնանք դեպի ոնց է պետք մարզվել, այսինքն մարդ եկել է մարզասրահ, բանկային աշխատողը, առավոտը ծիրիգուն նստած է, առավոտ մեքենայով եկավ, լանչ, կոֆե, սիգարետ, Okay, հիմա տեսեք, առաջինը, եթե ես լինեի մարզիչը, մի որոշակի բաներ կա, որ ուղղակի կուզենամ, որպեսզի մի քիչ զգուշավոր լինեն մեր երիտասարդները։ Տեսեք, օրինակ շատ հաճախ ես տեսնում եմ մտավ առաջի անգամ դահլիճ, մոտեցավ մարզիչին, առաջինը, կներեք, էլի ստեղս ցավում է։ Ինչ մարզում անեն, որ այդ ցավս անցնի։ Երեխեք, ուրեմն եկեք պայմանավորենք, թե ցավով դահլիճ չեն մտնում։ 1. Եթե դուք ունեք ցավ, այդ հարցը մի ուղղեք մարզիչին, հավաստիացնում եմ, այդ մարզիչների գերակշռող մեծամասնությունը անգամ ֆիզկուլտ ինստիտուտ չի ավարտել։ Թող չնեղանան ֆիզկուլտ ինստիտուտի ավարտողները, բայց իրականության մեջ անգամ ֆիզկուլտ ինստիտուտ ավարտած չեն լինի, հասկանում եք, եւ տեսնում եմ ու լսում եմ, որ մեկ-մեկ այդ մարզիչները գեղեցիկ ձևով սկսում են բացատրել, ինչ մարզումներ անեն, որ այդ ցավերը վերանա։ Հասկանում եք, առանց հետազոտելու, առանց խորանալու, առանց հասկանալու ցավի պատճառը չի կարելի մտնել դահլիճ։ Ցավ չպետք է լինի։ Սա մեկ, երկրորդը։ Երկրորդ ամենակարևոր սկզբունքը պետք է հասկանանք, այո, դուք մի քիչ առաջ ասացիք։ Ինչ նպատակ եք դնում։ Եթե 28 տարեկան տղամարդը առաջի անգամ մտնում է դահլիճ ու ուզում է դառնա Արնոլդ Շվարցենեգեր, ես միանգամից կարամ իրան ասեմ, ինքը կյանքում չի հասցնել դառնա։ Այսինքն անիմաստ է դա։ Կամ եթե ինքը ուզում է 36 տարեկանում մտնի դահլիճ, դառնա աշխարհի չեմպիոն ծանր մարմնամարզության մեջ, ինքը կյանքում չի դառնա, դրա համար պետք չի, ասենք, ինչ որ ծանր քաշերով զբաղվել, բերել տրավմատիզացիայի։ Միտքս ճիշտ հասկացեք, էլի, այսինքն այս նպատակները սրանք են։ Նաև եկեք իրար հարց տանք, իսկ ինչու ենք մենք մարզվում։ Շատ հետաքրքիր հարց է։ Շատ հետաքրքիր հարց է, որ ամեն մեկը իրան պետք է տա։ Ենթագիտակցության մեջ գիտեք ինչն է ազդում։ Ենթագիտակցության ազդակը հետևյալն է։ Սա կոչվում է self-esteem, երբ որ մարդը ինքը իր կեցվածքը արդյոք իրան դուր է գալիս թե չէ մեկ, եւ երկրորդը կամ հասկացողություն, որը կոչվում է mating behavior։ Այսինքն միտքս հասկացաք։ Զույգավորվելու գաղափարը կա սրա մեջ, որը շատ խորը ենթագիտակցության մեջ է։ Այսինքն ինչքանով ձեր մարմինը դուր է գալիս ձեզ եւ ինչքանով դուք կարող եք դուր գալ ուրիշին, ինչու։ Որովհետեւ ասենք տեսեք հակառակ սեռին, ես հույսով եմ, որ մեր լսողների ասենք թե գերակշռող մեծամասնությունը այնուամենայնիվ ընտրում են հակառակ սեռին, կներեք իհարկե, ես շատ տոլերանտ եմ, միանգամից ասեմ, որ հանկարծ այն մյուս մասը վաղը կռիվ չանի, բայց ամենայն դեպս հարցը կայանում է նրանում, որ սկզբունք կա, հիշում եք կամ չգիտեմ, դուք այդ ժամանակ շատ երիտասարդ եք եղել, բայց Աբան շատ լավ երգ ունի, winner takes it all։ Էսա գաղափարը։ Ինչի է ուզում լինի ավելի գեղեցիկ, ինչի է ուզում ավելի սիրուն լինի, որովհետև հզորը, գեղեցիկը, սիրուն տղամարդը միշտ էլ գնում էր դիմացի գյուղից ամենագեղեցիկ աղջկաներ վերցնում։ Միտքս հասկացաք։ Ինչու, որովհետև մեր մեջ էվոլյուցիոն տեսանկյունից սա դրված է, որ ստեղծենք մեզնից ավելի լավ սերունդ։ Հասկացեք, այս ուզում ենք թե չենք ուզում, մեր մեջ այդ էվոլյուցիոն դրվածքը կա։ Հասկանում եք։ Պարզ չի, ով կուզենա ասենք թե իրանից հետո ուռոտ սերունդ ունենա, միտքս հասկացեք, էլի, այսինքն եւ այդ սերունդը պետք է լինի ավելի գեղեցիկ, ավելի առողջ, այդ գաղափարն է։ Այդ թեորեմը նույնիսկ բանի մեջ կա, ոչ միայն սպորտի, ոչ միայն մարմնի, այլ մարդը ասում է, եթե չլներ սեքսն ու շարունակվելու գաղափարը ոչ մեկ ռակետներ չէր հնարի, ոչ մեկ մեքենա չէր ստեղծի, ոչ մեկ երգիչ երաժիշտ չէր դառնա, շատ ասում եմ Metallica-ի վոկալիստին հարցնում, ասում եմ ինչից սկսեցիք դուք երգել, նվագել, այն հույսով ես ապտասի ես երաժշտություն սիրում եմ, ասում եմ мне нравились девушки, ասում եմ միակ դա բեմդուս գալն է, որ ես կանեմ հակառակ սերին գրավեմ։ Նայեք, քանի որ մենք բժիշկներ ենք առաջինը, էլի վերադառնանք, էլի մեր ցավին։ Ուստի ցավով առաջինը չենք մտնում դահլիճ, երկրորդը երեխեք հասկանում եք, ես մի հատ բան եմ ուզում ասեմ, որը որ հիմա ֆիթնես գնալը ոնց է ստեղծվում։
Դրամ ունեք, գալիս եք, դիմում եք մենեջերին, որը նստած անդեղ, չէ՞։ Դրամը վճարում եք, կես ժամ հետո կարաք մտնեք դահլիճ, ճիշտ է։ Շնորհակալություն։ Հիմա ես ասեմ, ես սովետի վախտել եմ գնացել դահլիճ, ուրեմն մեզ մի հատ թերթիկ էին տալիս, պարտադիր։ Մի շարք բժիշկներ անցնելու, հակառակ նրան, որ ես սովետի վախտ, ասենք, եղել եմ 16 տարեկան կամ 24 տարեկան հասակում, երբ որ դահլիճ պիտի գնանք կամ լողավազան պիտի գնանք, ասես մի հատ մեծ թերթիկ էր, որ բժիշկների պիտի այցելենք, ու այդ թերթիկների մեջ ամենակատաստրոֆան գիտեք որն էր, մաշկա վեներոլոգը։ Ուրեմն մաշկա վեներոլոգը այդ ոնց ասեմ, ոնց որ ասենք Բագրատաշենի Տամոժնյան այսօր։ Հասկանում եք, եթե հանգարց ինքը իր դաբրոն չտար, դուք ուղղակի չէիք կարա մտնեիք դահլիճ։ Իսկ այսօր, ես լինելով բժիշկ շատ հաճախ տեսնում եմ մտնում են անգամ մարդիկ, որոնք հաստատ մաշկային որոշակի խնդիր ունեն, այն էլ սնկային process-ներ, որոնցով իրանք օրենքով թույլ չտրվի։ Հասկանում եք, այս ցենզը չկա հիմա։ Ուղղակի կամի ցենզ, մարդ գումար ունի, տրամադրում է, ու ինքը երկրորդ օրվանից, էլ չեմ ասում, որ շատ գեղեցիկ կլիներ, որ ֆորմալ բնույթ չկրեին բժիշկները, որոնք որ բոլոր ֆիթնես կլուբերում, ասեմ ձեզ, կան իրանք կան իրականության մեջ, բայց որտեղ են գտնվում, դահլիճում չեմ կարծում, պարտադիր է արդյոք այցելությունը, ոչ, պարտադիր չի, հասկանում եք, իսկ ես կուզենայի, որպեսզի տենց լիներ։ Լավ, օքեյ, ասենք թե այդ ամեն ինչը ֆիթնես կլուբը չի կարողանում ապահովել, այս դեպքում ավելի հասարակ երևույթ կարելի է գոնե տղամարդը գնա տղամարդու բժշկի մոտ, կինը ասենք գինեկոլոգի մոտ, ինչի գոնե բազային ինչ որ քննություններ անցկացնի, հասկանա ինչն է հետապնդում։ Հասկանում եք, տեսեք, ուղղակի այսօրվա մեր ֆորմատը չի բավարարի այդքան մենք խոսենք, բայց տեսեք, գոնե երկու ամենահաճախ հանդիպող հասկանում ենք, որ հավելյալ քաշի համար են ավելի շատ մարդիկ պայքարում այսօր, դժբախտաբար։ Ու որպեսզի Հայաստանի վրա չբերեմ, պատկերացրեք, հենց հունվարի 2-ից Անգլիայում որոշում են կայացրել, որ ոչ մի տեսակի հավելյալ ճարպ պարունակող, շաքար պարունակող, առավելես մանկական սնունդի հետ կապված, որևէ ձևով ոչ լուսաբանվի, ոչ էլ գովազդվի։ Հստակ, ինչու։ Նայեք թիվը, ուրեմն պատկերացրեք, նախադպրոցական տարիքում արդեն ունեն 28% ճարպակալում, դպրոցն ավարտելուց 35%։ Ես չգիտեմ, մեր մոտ հավանաբար նման ստատիստիկա կա, թե չէ, այդ մի քիչ հեռու եմ, համենայն դեպս ես հենց այսօր եմ դրա մասին, ուղղակի որ կարող պիտի հանդիպեինք, ուշադրությունը դարձրեցի, պատկերացնեք 35% ճարպակալում։ Դպրոցում էլի հենց այդ հարցը։ Այո։ Հասկանում եք, իսկ ստեղ մենք արդեն նաև պետք է հասկանանք, որ ստրատեգիական մեծ խնդիր կա։ Ամեն դեպքում մենք մարտնչող երկիր ենք, մի քիչ ազգի առողջություն, տղամարդու առողջություն հասկացողությունը, ինչի մասին մենք դարերի վեր խոսում ենք, բայց ոչ մի բան չի շարժվում։ Ինչքան ծրագրեր կան կանանց առողջության մասին, բայց տղամարդու առողջության վերաբերյալ գոնե մի հատ պետական ծրագիր Մի հատ PSA screening չունենք։ Մի հատ PSA screening չունենք, էլի, այսինքն միտքս հասկացաք, հենց տպավորությունից որ տղամարդը կարա նաև պաշտպանված չլինի։ Դե հենց այդ ու մենք առաջի սերունդն ենք, մենք եւ մեզնից մի քիչ առաջի սերունդն ենք, որ ավելի շատ գերսնուցման ճարպակալման խնդիրն է, քան թերսնուցման։ Դարերի վեր մարդկությունը լուծել է մի հատ խնդիր։ Պատերազմներ արել, գրավել է ուրիշ երկրներ, չգիտեմ, կրոնա փոխ արել մարդկանց բան, որ լուծի բազային սննդի հարցը։ Մարդիկ գնում են ծորենի դաշտեր էին գրավում, հա հիմա խնդալու է հնչում, բայց մարդիկ մարտասպանություն էին անում, ծորենի դաշտ էին գրավում, որ այդ ծորենը օգտագործի իր կերակրելու համար։ Աստվածաշնչում միշտ ամեն երրորդ գլխում ինչ որ սովի պատմություն է ստեղ կամ պատմության մեջ մարդկության, բայց մենք առաջի ցերուն ենք, որ պատերազմ լինի, չգիտեմ, այնտեղ արհավիրքներ են լինում եւ այլն, սնունդը հասանելի է։ Երկրորդը վերջերս սուպերմարկետ երբ որ մտնում ես, առաջի բանը հենց այդ շատ արագ կալորիական սնունդն է, քեզ դիմավորում։ Կոնֆետի բաժինը աչի վրա,
Մեկ էլ դուրս գալուց։ Մեկ է դուրս գա։ Կասայի մոտ, որ երկար ժամանակ աչքդ գրավի։ Արագ կալորական սնունդ, իսկ միսը միշտ ամենավերջի բաժինն է։ Միս, այսինքն սպիտակուց կամ ձկնեղեն կամ այլ բան վերցնել, միշտ պետք է երկար քայլես, որ հասնես։ Այդ ամեն ինչը արածա, որտեվ արագ սնունդ ստանալը հեշտ է, ու էժանը ու շատ կարելի է վաճառել։ Հենց այդ միտումով էլ մարքետոլոգներն ամբողջ աշխարհի այդ ուղղությամբ աշխատում են։ Տեսեք, ստեղ նաև մի հատ էլ շատ հետաքրքիր երևույթ կա։ Մենք ունենք այսպես կոչված պահպանման գեն։ Այդ պահպանման գենը զուգորդված է բարձր ինսուլինի արտադրման հետ։ Ինչու է սա առաջացել։ Սա եղել է շատ վաղուց։ Էլի էվոլյուցիոն թեորիան է բացատրում, որ այն ժամանակ, երբ որ մարդկությունը ապրել է նվազ էներգետիկ ռեսուրսների պայմաններում, երբ որ հասանելի չի եղել ձեր ասած հենց ուտելիքը, կարողացել է գոյատևել այն մարդը, որ մի փոքրիկ կոճը վերցնելու մի տեղից կամ մի հատ ինչ-որ պտուղ քաղելու, մենք դե հասկանանք, չէ, որ ասենք 1000 տարվա առաջվա խնձորը այսօրվա մեր այդ խնձորի քաղցրությունը չի ունեցել կամ գազարը չի ունեցել նույն քաղցրությունը։ Պետք է հասկանանք, որ սելեկցիայի հետևանքով ամեն ինչը ավելի քաղցրացավ։ Ես ավելին ասեմ հիմա, որ ես պատմում եմ մեկ-մեկ ասում եմ իմ տատիկս կամ իրանցից մի քիչ մի սերունդ առաջ իրար տուն էին գնում, իրանց շաքարը ու շաքար կոտրիչը հետները տանում էին, խնդում են, որ հիմա ով շաքար կտանի 160 դրամ կիլոն լցրած, միտքս հասկացա։ Միշտ ասում եմ, հա, որ ասում եք ներքին գրպանում շաքարը, որտեվ շաքարը այդ պահին ամենաթանկ ռեսուրսն է։ Թանկ ռեսուրս էր, ընդամենը մի 100-150 տարի առաջվա բան եմ ասում։ Հենց ինչ որ նորություն չեմ ասում ես, հասկացաք միտքս։ Այսինքն այնքան իսկ հիմա մենք հասել ենք այն երևույթին, վերջերս մի շատ լավ երիտասարդ վիրահատեցի, շատ հետաքրքիր տղա էր, շատ զարմանալի է, հիմա ում հարցնում ես, ասում ես ով է, մասնակցությամբ ով եք, դուք ներեցեք, ասում եմ ես էկոնոմիստ եմ։ Բայց Հայաստանում այնքան էկոնոմիստ կա, հիմա մենք աշխարհի առաջ էկոնոմիկան ունենք, որ մի հատ ուրիշ մասնակցություն անում են ուրախանում։ Հիմա այս տղային ասի ինչ եք մասնակցությամբ, ասեց ես խոհարար եմ եւ անունը տվեց չեմ հիշում ու աշխատում է Ստոկհոլմում ու շատ մի հատ լուրջ շեֆի մոտ ինքը սու շեֆ աշխատում, շատ հետաքրքիր տղա էր։ Հիմա խոսակցության ժամանակ ասի լսի տղա ջան, մի հատ բան հարցնեմ, էլի ինչ տեղի ունեցավ այս մեր խոհանոցի մեջ, երբ որ մսի հետ սկսեցին շաքար ավելացնել, որ մեր բոլոր, ասենք, սալատների մեջ գնում եք ռեստորան, սիրոպներ են ավելացնում եւ այլն, ասում է 24 տարեկան տղա է, ասում է բա ոնց։ Ասում այսինքն դու ասենք դոկտոր ջան, ասում է խորովածը որ սարքենք կարամելիզացիան ոնց կլինի։ Բայց պետք է Իսկ զարմանում է։ Ասում տղա ջան, նախնադարյան մարդը կամ 100 տարի առաջ հայրս անդադ խորոված ենք սարքել, եղբայր, ասենք կյանքում ոչ մեկ իմ հերս կյանքում խորովածի վրա շաքար չի ավելացրել։ Հիմա անենց է զարմանում ինքը ասում ոնց իսկ ոնց կարելի է սարքել խորովածը, ասենք առանց շաքարի։ Չի պատկերացնում, ստեյկը ոնց կարելի է առանց շաքարի ինքը չի պատկերացնում։ Հասկանում եք, այսինքն տեսեք որտեղից որտեղ են գալիս։ Եվ էլի վերադառնանք այդ գիպերինսուլին, զարթնել են այն գեները, պատկերացրեք, որ մենք ունեցել ենք ժամանակին, բայց այդ գեները անդադ չեն գրգռվել կյանքի ընթացքում հասանելի ու շատ արագ յուրացվող քաղցրով։ Եվ այդ փոփոխությունները մեկ-մեկ ասում են մարդկությունը հայել հաց է կերել։ Հա հասկացանք, հացը կերել ենք, բայց նեոամիտ եղեք, ես երկար տարիներ առաջ առաջի անգամներից մեկն էր, որ գնացի Իտալիա, պարզվեց 700 տեսակի ցորենի հատիկ ունեն։ 700 տեսակի։ Բայց իրանք այդքան հաց չեն ուտում։ Ես ուղղակի գժվեցի, միտքս հասկացա, 700 ես կարծում էի, ասենք ես անգամ չգիտեի, որ այդքան քանակություն կարա լինել։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական
քիմիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրէաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Այստեղ գաղափարը նաև էներ, ես հիշեցի իմ ընկերներից Ռուսաստան մարզինատորայի տարին Միրզոյան Ալեքսանդրն ենք։ Մեր տուն էր գալի, մենք էլ երկու ընկեր էինք ապրում տան մեջ, ասի Սաշ հետդ հաց բերելի։ Հաց բերեց, մի հատ սովորակ կտրտած նարեզնոյ հացերից բերեց։ Մեր 2-3 օրից էլի եկավ մեր տուն, ասում եմ իշտեմ հաց առնեմ, ասում այն օրը բերեցի։ Այսինքն ասում եմ, հա, այն օրը բերիր։ Այսինքն իմ ու իմ ընկերոջ որ Հայաստանից ենք, մեր համար օքեյ էր, որ մի հատ ցելի բատոնը մենք երկուսով մի օրում կերանք էլի, բայց իր համար, ասենք այդ մի բատոնը կարող մի քանի օրվա ինքը բանելներ, ցորենի էր, հա։ Այդ մեր հայկական մենտալիտետում է կա, որ հացով ամեն ինչը հացով մենք դուրսը ես երբ որ հաց եմ ուզում ինձ մի կտոր մի հատ ինչ որ բան եմ բերում, ասենք պաների վրա քսած մի հատ բրուսկետ, ասում եմ հաց բերեք, հացս նայում եմ, սա ձեր բերած հացը, բայց մեր մոտ ընդունված է, չէ՞։ Այո։ 5 հատ մատնաքաշ մի ընտանիքի համար, որտեղ 3 հոգի մարդ է ապրում։ Դե տեղել է նաև երևի արագ կալորիա ստանալու այն միանշանակ։ Հետո տեսեք, հասկացողություն կա պատրիբիցերսկա կորզինա։ Հիմա ամեն մեկը գիտեք ինչ, մենք խոսում ենք, բայց պիտի հասկանանք, որ մարդիկ շատ հաճախ հիմա տեսեք, շատ էլ որ ես օրինակ քարոզում եմ, ասում եմ կերեք ծնեփեկը։ Հա, բայց ծնեփեկի կիլոն մի քանի հազար դրամ է։ Մի քանի հազար չի, 7000 դրամ է։ Լավագույն դեպքում, օրինակ, չգիտեմ, այդքան է, բայց 7000 դրամով մարդ այսօր կարող մի մեշոկ ալուր առնի, հա։ Ալուր առնի կամ կարտոշկա առնի, գնա մի քանի ամիս իր ընտանիքը սնվի դրանով, այսինքն պետք է նաև հասկանալ ու ստեղ ճշմարիտ լինել, որ մարդիկ կան, որոնք անգամ հասկանալու պարագային իրանց համար հասանելի չի առողջ սնունդ հասկացողությունը։ Կամ հա, կամ բարձր հարկի մակարոնեղենը ու սովորական մակարոնը։ Իհարկե, տարբերությունը կարող է 160 դրամի կամ տասնապատիկ կամ հարապատիկ ավելի։ Այստեղ նաև գալիս է այն ժամանակը, օրինակ դուք ես խսեմ տարիներին չեմ ապրել, դուք եք ապրել ու այստեղ այն ժամանակ մի հատ, չգիտեմ ինքը միֆ է թե իրականություն է, մեր ժամանակ սնունդն ավելի լավն էր։ Ինքը իրոք է տենց էր։ Նախ առաջինը եկեք հասկանանք, որ կար մշակույթ։ Օրինակ sense մի բան ասեմ ձեզ, շատ հաճախ ինձ հարց են տալիս պարտադիր է ու մեգան օգտագործել թե չէ։ Կներեք, այս մեջբերումը ինչի համար է։ Բացարձակ պարտադիր չի։ Վիտամին դեն պարտադիր է, չէ, պարտադիր չի, պարտադիր է արևի տակ գտնվել։ Միտքս հասկացեք։ Հա, բնությունը քեզ չի ստեղծել, վիտամին D-ն ստեղծել է դրել է կամեջ, որ ու բացի դրանից պետք է հասկանանք, որ վիտամին C-ն մի բան է, ասկորբինաթթուն լրիվ ուրիշ բան է։ Ասկորբինաթթուն վիտամին C-ն փոխարինում է, բայց վիտամին C-ն ասկորբինաթթու չի։ Վիտամին D-ն, երբ որ մենք օգտագործում ենք խմելու նպատակով, դա չի նշանակում, որ մենք կարող ենք առավոտից իրիկու գտնվենք, ասենք թե նկուղային հարգում ու վիտամին D-ով փոխարինենք մեր արևի ճառագայթները ստանալու, որտեվ միտքս ճիշտ հասկացեք, էլի դրանք լրիվ սիմվոլներ են, նույն ձևի օմեգա 3 օգտագործեմ, չէ, պարտադիր չի, շաբաթական կես կիլո ձուկ ուտեք, այ դա ավելի լավ կլինի։ Անկամ մեր լճերում աճացրած ձուկը, խնդրեմ։ Եվ հիմա տեսեք անդրադառնանք Սովետին։ Ուրեմն Սովետ միության ժամանակ Երևանում, որ 5 շաբթի օրը քայլեիք կամ գնայիք որևէ ռեստորան կամ ճաշարան, բացի ձկից այդ օրը ոչինչ չէր լինում։ Ամբողջ սովետական միության 200 միլիոն ժողովուրդը ուտում էր 5 շաբթի օրը միայն ձուկ։ Ռիբնի ձեն, հա։ Ռիբնի ձեն, վերջացավ։ Այսինքն հասկացաք, կոմկուսը ասել էր, որ պետք է այդ օրը ձուկ ուտել, всё, ու բոլորը ուտում էին ձուկ։ Ուրիշ բան չկար այդ օրը։ Հասկանում եք, ու ամբողջ Երևանում այդ ձկան հոտներ են գնում։ Հա, դե հենց այդ մշակույթների հետո այդ Ռուսաստանում է շատ ընդգծված սովետական բանը, первое, второе, третье, четвёртое։ Հա, ուսան դրա համար ասում, լավ բաներ էլ կար, իհարկե անշուշտ վատն են դրա հետ միասին։ Հասկանում եք, հենց այդ ձեր ասածը մարդիկ ինչ են ասել հացով կեր որ կշտանաս։ Հացը էժան է։ Ամեն դեպքում հացը էժան է։ Մի կիլո հացը դուք կառնեք 200 կամ 500 դրամով պլյուս մինուս, մի կիլո միսը 5000,
Նույն գաղափարն է, այսինքն տեսեք, նաև ինչու է սկսում քարոզվել վերարտադրելու համար, աճացնելու համար, այնուամենայնիվ 1 կիլո ցորենի համար շատ ավելի արագ կարող եք ստանալ, քան թե 1 կիլո միս։ Միտքս հասկացեք։ Այսինքն այդ սա խնդիր է։ Իսկ մարզման գաղափարի մեջ, եթե մենք գնանք դեպի մարզման նորից հետ գանք սպորտի գաղափարի մեջ, սենց հասկացողություն է կա, որ օրինակ մարդիկ կան, ասում են, դե ես ֆիթնես չեմ գնում, իմս հստակ մարզաձև է, բոքսն է, ֆուտբոլն է, չգիտեմ, այնտեղ թենիսն է եւ այլն եւ այլն։ Okay։ Հա։ Ես հասկացա։ Հա։ Հասկացա։ Հիմա տեսեք, իրար հետ պետք է նաև հասկանանք, էլի ասեմ, ինչ նպատակ է։ Եթե նպատակը կտրուկ քաշի անկման կամ ասենք հետապնդում եք օրգանիզմի թթվածինը կլանելու հնարավորությունը ավելացնելու, ուրեմն պետք է անենք աերոբ վարժություններ։ Աերոբ վարժությունը դա քայլն է, վազքն է, պարն է, պարանն է, հասկանում եք, սրանք բոլորը աերոբ վարժություններ են։ Նույն ձևի լողն է մի քիչ ավելի ծանր է, բայց աերոբ վարժություն է։ Այս աերոբ վարժությունների ժամանակ օրգանիզմը ընդհանրապես բարձրացնում է VO2max-ը, այսինքն թթվածինը բջիջին հասցնելու, բջիջի կողմից կլանելու հատկությունը։ Աերոբ վարժությունների ժամանակ հավաքել մկանային զանգվածը անհնարին է 1, ընդհակառակը կարող եք ծախսել 2։ Եթե երկարատև են մարզումները, առավել եւս, որովհետեւ տեսեք, ուրեմն էս էլ եկեք հասկանանք, մենք ունենք պաշարներ։ Ինչի է օրգանիզմը պաշարում էներգիան որպես յուղ։ 1 մոլեկուլա շաքարը ընդհանրապես տալիս է ձեզ 4 կիլոկալորիա, 1 մոլեկուլա յուղը տալիս է 9 կիլոկալորիա, инքը 2-ից ավել անգամ երկրորդը։ Տեսեք, մկաններում դուք ունեք ընդհանրապես, այս простой расчет математический։ Ընդհանրապես կարող ունենաք 500 կիլոկալորիա որպես պաշարված ածխաջրեր եւ լյարդում ունեք մոտ առապես 1500։ Այդ պետքա 2000 կիլոկալորիա, 2000 կիլոկալորիան արագ վերցրվող ռեսուրսն է։ Երբ որ դուք երկարատև մարզում եք անում կամ թեկուզ կարճատև կամ ծանր քաշերով մարզումներ եք անում, այդ ամբողջ գլիկոգենը պրծավ։ Նոր հետո միանալու է յուղը։ Հասկացա։ Հա, այսինքն դուք պետք է Իսկ յուղ կարող եք պաշարել։ Հիմա ես ձեզ ասեմ, ես չեմ ուզում ձեր օրգանիզմում ասենք հաշվեմ ինչքան է, բայց ես մոտավորապես ունեմ 176,000 կիլոկալորիա իմ յուղի հաշվին։ Պատկերացրեք ինչքան է տարբերությունը պաշարի։ Դրա համար, երբ որ միանում է կորտիզոլը, երբ որ պահանջ է միանում, երբ որ դուք ամեն մի կիլոկալորիա ծախսելու ժամանակ օրգանիզմը ստիպում է մի քանի կիլոկալորիա յուղի ձևով հետ պաշարել։ Հասկանում եք, այդ շատ բարդ process է մտնել դրա բիոխիմիայի։ Իսկ այդ process-ը ոնց կարա մարդը ճեղքի էլի հասնի նա, որ ճարպը սկսի։ Նայեք, դրա համար մենք տեսնում ենք, ասենք թե ես իմ կարծիքս ասեմ, չեմ ուզում որ դա մի քիչ դիլետանտի մակարդակով հնչի, բայց ես կարծում եմ, որ այսօրվա բարձր սպորտը կամ առաջադեմ սպորտը առաջի հերթին դա տվյալ երկրի ֆարմացիայի զարգացման, բժշկության զարգացման չափորոշիչ է։ Իրար հասկացանք։ Այսինքն տեսեք ինչ է նշանակում, մենք ունենք դոպինգ կոնտրոլ հասկացողությունը, չէ՞, սպորտում, ինչ անշշում դոպինգ։ Ցանկա պրեպարատների, որոնք քեզ կօգնեն ավելի լավ։ Որոնք մինչև այդ տարին դեռ ինչ որ ձևով ապացուցված չեն, որ բարձրացնում են ձեր հնարավորությունները հաղթելու։ Բայց այդ նույն անալիզը տեստը կարող են պահել, անցնի 5 տարի, պարզվի, որ ինչ որ մի պրեպարատ ունեիք օգտագործած այն ժամանակ եւ ձեզ մեդալից զրկեն։ Որ հասկացաք, այսինքն գիտությունը կզարգանա եւ կպարզվի, որ այդ պրեպարատը չէր կարելի օգտագործել։ Այդ շատ բարդ process-ներ են, էլի դրա համար եմ ասում, հենց տեղը, ես այդ օրինակը շատ եմ սիրում։ Տեսեք, աշխարհահռչակ մի լողորդ կար, եթե չեմ սխալվում, Կին Ֆիլփս, հա, կողեք ինձ, եթե մոտա կարող է սխալվում եմ։ Ֆուտբոլից կարամ սա։ Հա, լավ, օքեյ։ Չէ, խնդիրը ինչու՞մն է կայանում։ Տեսեք, իր ամենամեծ խնդիրը գիտեք ինչու՞մն էր կայանում։ Որ ինքը օրը 6 ժամ լողում էր։
իր մոտավորապես օրվա ընթացքում օգտագործելի կալորիը կազմում էր 12000 կիլոկալորիա։ Հիմա եկեք հաշվենք սենց 24 ժամ, 8 ժամ պետքա քնի, 6 ժամ պետքա մարզվի ու 12000 կիլոկալորիա ինքը պիտի ուտի, թե չկմեռնի, տենց ոնց ինքը վաղը մյուս օր էլ ինքը խոմերի նման տենց շաբաթը մեկ հավեսի համար չի գնում մի ժամ կամ կես ժամ ֆիթնես։ Ինքը ամեն օր գնում է աշխատանքի, ինքը 6 ժամ գնում է լողանալու։ Պատկերացնում եք։ Եվ մեր նման չէ, էլի։ Ինքը մեծ նագրոսկաներով է լողանում։ Իր ամենալուրջ խնդիրը կայանում է նրանում, որ կարճ ժամանակի ընթացքում կարողանա խտացված ձևով այդ էներգետիկ ռեսուրսը, օրինակ խտացված ձևը որն է, այդքան էլ ճիշտ։ Հասկանում եք, այդ օրինակ իր ռացիոնի մեջ մտնում էր օրը 6 կիլո մակարոն, 12 հատ ձու։ Մամա ջան, դու ուտել էլ պետք է կարողանաս։ Շնորհակալություն։ Լցնել պետք է կարողանաս։ Դրա համար երբ որ մեկ ինձ մոտենում են, ասենք թե դա ալիչում մեկ է մոտենում, ինձ պրոտեին, ասում ինչի համար եք պրոտեինը օգտագործում։ Որ ինչ լինեք, մի հատ բացատրեք։ Ես էլ եմ այդ հարցը միշտ տալու։ Մեկ ասում են գնամ պրոտեին խմեմ, ասում եմ դու էլի հասկանանք, որ ինքը իր պերեդազիրովկից մենք արանք լիքը երիկամային խնդիրներ ունենք, հələ դրանց չեմ ասում եմ ինչ ես ուզում անես, օլիմպիական խաղերը քթի տակ են, դու մարաթոնը պետքա վազես։ Այո, դրա համար է որ ասում են սա ինչի համար է, բայես ինչի համար են սինթեզել։ Միտքս հասկացաք, այդ սինթեզել են, որպեսզի այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ ատլետներ են, կարողանան իրենց օրինակ էլեկտրոլիտների բալանսը միշտ ճիշտ ձևով պահեն, սպիտակուցային բալանսը կարողանան պահել, հասկանում եք, այդ ոչ թե նրա համար, որ դուք կես ժամ գնացիք մարզվեցիք, վրայցը պրոտեինը խմեք, որ միս հավաքեք, տենց չի ստացվում։ Այդտեղ ավելի շատ մենք բարդություններն ենք ունենում։ Դե հենց տեսնում ենք երիտասարդներ երիկամի հիպերֆիլտրացիաներով, ասենք, չգիտեմ, այնտեղ կաթիկային ֆիլտրացիա արագությունը 90-ից ցածր չի, բայց 145-ա։ Դու հասկանում ես, որ երիկամը մի հատ sense հոլի պես աշխատում է այդ բանը։ Հա, ու չի մի օր ինչ-որ պահի էդի ասելա դու դի սամրիշա ես գնացի, ու մենք այդտեղ հենց այդ խնդիրները շատ ունենում ենք երիտասարդների մոտ։ Այդ հարցն է, որ միշտ բարձրանում է ֆիթնեսալում, ասում եմ այդ նպատակի հարցն է, ասում եմ, որ ինձ ասում են շուտ ես պարապում, ասում ժողովուրդ ես բժիշկ եմ, ես եկել եմ այնքան մի հատ թարմանամ, դուրս եմ եկել դաշտ, այդ ձեր ասած ձեր ուչենիկն եմ, ձեր լսածնա ձեր կաբինում, դուրս եմ եկել ոչխարներից տանեմ մարածելու ու հելեմ գնամ պանիր սարքեմ։ Հիմա ես եկել եմ ստեղ մարզվելու, գնամ մարդ բուժեմ, ու ես նպատակ չունեմ վաղը գնամ մարաթոն վազեմ։ Միանշանակ։ Ես զարթնել եմ ուզում, այդ իմ կոֆեն է մի բաժակ, այդքան բան ասենք։ Միանշանակ է, էլի եմ ասում, էլի ամեն ինչը իր չափը ունի, սա պետք է անել շատ բարձր մակարդակի վրա բարձրացնել, նամանավանդ հիմա շատ կարևոր է, որովհետև սա անդրադառնում է նաև էլի եմ կրկնում ոչ միայն սեռական առողջության վրա, այլ նաև պտղաբերության ֆունկցիայի վրա։ Կամ նույն տեստոստերոնը, մարդը սրսկվում է։ Իհարկե։ Հա, ես ասում եմ, ահա, եղբայր ինքը վնաս է, ինքը քո էնդոգեն տեստոստերոնի քանակն իջացնելու է, ամորտիները փոքրանալու են, ոտ եթե մարդ ասում է ես ուզում եմ դառնամ բոդի բիլդինգի աշխարհի չեմպիոն, իմ կյանքի նպատակն է դա, թող 5 տարի էլ քիչ ապրեմ, երեխա չունենամ, չգիտեմ, այնտեղ հետագայում խնդիրներ ունենամ, օքեյ, բայց երբ որ դա անում է բանկի աշխատող, ում նպատակն է բանկի կառավարիչ դառնա կամ դրանից հետո գնա head office-ում աշխատի, դու ես զգում ես տեստոստերոնը։ Դե որտեվ ասում են, որ լավ է, ասողն միտքս հասկացա։ Եվ ասեք, ես գիտեմ, թե դուք ինչքան զգուշությամբ եք այդ տեստոստերոնը տալի մարդուն, որ դեֆիցիտն ունի տեստոստերոնը։ Հա, բայց եկեք չխառնենք, նայեք։ Չէ, հենց այդ եմ ասում, զգուշությամբ այն մարդուն դեֆիցիտ ունի։ Այո, եկեք չխառնենք այն կարգավիճակը, երբ որ մարդու տեստոստերոնը էուգանատնի վիճակում ինքը նորմայի սահմաններում է, եւ այն մարդը, որ ունի գիպոգանազիզմ, դրանք տարբեր երևույթներ են, մեկ, երկրորդը մենք նշանակում ենք թերապևտիկ դոզաներով, այսինքն մենք փորձում ենք անել այնպես, որ օրական 5-ից 7 միլիգրամ տեստոստերոնը ամբողջ օրգանիզմը կարողանա ստանալ պլատո ռեժիմով։ Այդքան է մոտավորապես օրական սինթեզը։ Իսկ մենք ապահովում ենք ինչ որ օրգանիզմը չի անում։ Այո, երբ որ բոդի մեջ կիրառվում են, սրանք հարյուրապատիկ, տասնապատիկ, դուք պատկերացրեք մարզիկներ կան, որ կարող օրական 1000 միլիգրամ տեստոստերոն անեն։
Միտքս հասկացակ, это уже դրանք սուպրաֆիզիոլոգические уровни. Այդ այնպես դոզաներ են տեստոստերոնի, որոնք որ կներեք էլի դրանց մասին ելեմ ասում, առանցի խոսակ։ Այդ մարդու հետ երբ որ զրուցում ես, ինքն ասում է, հա Դավիթ ջան, ես գիտեմ որ վնաս է, բայց ես ուզում եմ body building-ի աշխարհի չեմպիոն դառնամ։ Դե Հա, Աստված առաջ ինչ ասեմ։ Հա, բայց հենց դա որ ու ես միշտ մարզիչներին վերջս ձեր ուղղությամբ մարզիչների համար դասախոսություն էի կարդում, ասում եմ միշտ հիշեք որ ես որպես մարզվող էլի դες միշտ հիշեք որ ձեր մոտ մարզվողները մարդիկ են ովքեր մարզանքից հետո կյանք ունեն։ Իհարկե։ Պետք չի, հա, ես մարզիչ կար, որ գնում էի մոտը, ինձ այնց էր տանջում առավոտ շուտ կամ երեկոյան, քունս փախնում էր։ Չէի կարող աշխատեի, գնում էի գործի տեղ, քունս տանում, այսպես նստում ասում, ինձ պետք է այս մարզումը, որ ես պետքա գնամ ու քնեմ դրանից հետո։ Ես Քրիստիանո Ռոնալդոն չեմ, որ 5-ին մարզվեմ, 7-ին պարկեմ քնեմ, 10-ին հելնեմ, էլի մարզվեմ։ Ինքը այդ գրաֆիկով ապրում է։ Հենց դա պետքա մարդը այնքան ստանա, որ իր այդ էներգիան ծախի։ Ես վերջես մարզման ձևել էի փոխել, ամառը Երևանում երբ որ հələ ապրում էի, ուղղակի մարզման կարջո եղանակս դարել էր, ռյուկզակ սկսում էի ուսին, ոտով գնում էի աշխատանքի։ Հա, ժամ 15 րոպե ես պրոստը իմ ասածս դա է։ Հասկանում եք, իմ ասածս դա է։ Եվ ավելի ընդունելի է, քան թե ասենք նապաստակի պես sense զալում ուրիշի քրտնած հոտի տակ այդ գաղափարի տակ բարապել։ Երևան Սերգեյ, շնորհակալություն ես հետաքրքիր զրույցի համար, ինչ որ բաներ լինում, որ չէր ստացվում ենք այս զրույցը մեր ստացվեր։ Շնորհակալություն, որ ես եմ շնորհակալ։ Այս ամեն ինչը ստացվեց։ Մենք էլի կհանդիպենք, էլի կզրուցենք ձեր հետ ամեն զրույցը իմ կյանքում ինչ որ տես ոսկի բան է, ես մի անգամ մտածում եի, ասում եմ Երևան Սերգեյի մի օր ցիտատների գիրք եմ ասած ինչ-որ սարքել։ Թվիլիկի ցիտատը Երևան Սերգեյի, որովհետև այդ ցիտատները ես այսօր իմ պրակտիկայում օգտագործում։ Նույն այդ շաքարի պատմությունը եւ այսօր մի 3 հոգու պատմել եմ։ Ասում եմ ժամանակին մարդիկ շաքարը գրպանը ման էին գալիս որպես ռեսուրս, ասում եմ իսկ այդ ռեսուրսը հիմա քան որ հասանել է ինքը այդքան էլ հաջողված չի։ Մենք պատտվելու ենք մարդկությունից գալու ենք այն ելակետին, որտեղից դուրս ենք եկել, չհիշելով մենք ուր ենք եղել ու նորից գնալու ենք, որովհետև բնության դեմ խաղալ չենք կարա։ Դժվար է։ Այդ մի հատ հետաքրքիր երկու բան էլ ասեմ, ինտերնետում վիդեոներ կան, что будет, если человечество вымрет, ու նայում ես դու 100 տարի հետո ծաղկում է մոլորակը։ Կենդանիները, ֆլորան, ֆաունան, հա։ Այդ օրինակը գիտեք, որ Netflix-ը նկարահանել է, պատկերացրեք, էլի Չեռնոբիլը։ Տեսել եք։ Հա։ Ֆիլմը։ Հա, HBO Max-ը, հա։ HBO Max-ը, հա։ Ուրեմն ամբողջը կանաչած ու ամենակարևոր վերջի գաղափարը այն էր, որ պատկերացրեք, որ այնտեղ վերադարձել են արդեն գայլերը, այսինքն գայլերի վերադարձը նշանակում է, որ այդ ամբողջ բիոցինոզը վերականգնվել է։ Պրիպեցում այդ Չեռնոբիլի տարածքում, հա։ Այո, այսինքն դարել է փակ շղթա, վերարտադրվող փակ շղթա։ Ընդամենը, ասենք, մարդկությունը գնաց այնտեղ ինչ որ պայթյուն տեղի ունեցավ միջուկային, հասկացաք համահանեցին բնությունը, հերնանեցին այս 50 տարի այնտեղ մարդ չի կարող մտնի, բայց բնությունը ինքը իրան վերականգնեց։ Ու մյուսը հետաքրքիր տած հումորային բաներ, երկու հոգի էլ մեր նման, բայց կապիկներ են, նստած զրուցում են, իհետ ոդկաստ են վարում, կապիկները զրուցում են մարդկանց։ Ասում դու գիտես, որ մարդիկ գնում են բան, ասում են նստում են մեքենա, գնում են տեղ, որ վազ են։ Ասում խի չեմ կարող վազելով գնան այդ տեղը։ Ասում հետո բան են անում, գնում են աշխատանքի ամենառոտ, ասում ինչի՞ անում, ասում բանան առնեն։ Ասում բանանը ծառի վրա խի չեն քաղում։ Դե նույնն է, շատ գեղեցիկ ուսումնասիրություններ կան, եղբայր, այսօր տեսեք, նախնադարյան ոնց է մարդը ապրել, կարելի է Ամազոնի ափերին նայել տեսնել։ Հիմա կան մարդիկ, որ այդպես փակ ապրում են։ Հասկանում եք, այն ձևով ոնց որ մարդիկ ապրել են, ասենք թե 5000 տարի առաջ, նույն ձևի ապրում են։ Ու այնտեղ դուք չեք տեսնի, ասենք թե որ այդ ազգի ոժդը, հասկանում ես, առավոտը սում կենքցում է ուսին գնում է ինչ-որ միտեղ մարզվում է, որ ասենք այռոցի հետևից վազելով ինքը ավելի լավ վազի, քան թե մնացածները։ Հասկանում եք, այդքան էներգետիկ ռեսուրս այդ մարդը չի կարող ստանա։ Քնի ռեժիմի մոտ պապիս մի հատ լավ ընկեր ուներ, պատերազմի մասնակից երկրորդ համաշխարհանի Սինանյանն էին ասում սա այդ մարդուն, հա դա ճիշտ մոմ արիստոկրատ մարդ էր։ Պապիս միշտ ասում էր, գիտես Սինանյանը երբ է քնում, ասում եմ, երբ ասում եմ, որ արևը մայր է մտնում։ Պատերազմի տարիներից մնացել է մարդու մոտ է ցիրկադիան ռիթմը, եթե ձմեռը 8-ին արևը մայր մտավ,
ինքը պարկում է քնելու։ Եթե ամառը ավելի ուշ է մայր մտնում, ինքը ավելի ուշ էր մայր մտնում, ու այդ քնի ռեժիմի հետ կապված մի հատ շատ էլի հետաքրքիր զրույց կար, ասում մարդիկ քունը առաջ բաժանում էր երկու ռեժիմի, մարդը այնքան շուտ էր քնում, այդ գիշերը 3-ին զարթնում էր։ Հա, ու մի հատ էլ կարող առավոտվա կողմ նորից այդ իր ռիթմը շարունակել, էլի ինչ որ երկու ցիրկադային ռիթմով էր քնում մարդը։ Նայեք, շատ հետաքրքիր է, ինձ միշտ որ գալիս դիմում են, էտել եմ խնդրում եմ օգտագործի, եղբայր։ Մարդիկ որ գալիս են քնի խանգարումներով, ես ես սովորել եմ Էնդրյու Հուբերմանից, իմ սիրած նեյրոֆիզիոլոգներից մեկը։ Հզոր դեմքա Հուբերմանը, բոլորին խորհուրդ եմ տալի իմ ոդկասթը անջատել Հուբերման լսել, դուր չեմ ասում ասենք։ Դժբախտաբար ոչ հայերեն, ոչ ռուսերեն չկան այդ ոդկասթները, բայց ինչևէ, եթե մարդիկ տիրապետում են լեզվին, շատ մատչելի ձևով, միակ վատը նա է, որ իր այն առաջի հենց ոդկասթը եթե չնայեն, այն մնացածները կարող է, բայց ամբողջ գաղափարը հետևյալն է։ Տեսեք, շատ ավելի հեշտ է պացիենտ, երբ որ գալիս է իրան գրես մի հատ կոճակ, որը երբեք ոչ մի քնի խանգարման ժամանակ այտենց կոճակ ստեղծված չի, որ օգնի։ Շատ հեշտ է։ Սարսափելի դժվար է բացատրել, որ միայն ապրելակերպի փոփոխությունն է, որ քնի խանգարումը կարող է շտկել։ Այսինքն, տեսեք, որտեղից է սկսվում։ Այդ որ ասում ենք ցիրկադնի ռիթմ։ Առավոտ, երբ որ մենք վեր կացանք, անգամ եթե արևոտ օր չի, կարելի է մի քիչ ավելի երկարացնել ժամանակը, բայց 15-ից 20 րոպե նայում եք կապուտակ երկրին։ Դուք ստանում եք կապույտ սպեկտրը։ Այսինքն դա լույսի այն հաճախականությունն է, որ ներվային միակ վերջավորությունը, որ բաց է թողել Աստված, դա մեր աչքերն են, որ ուղղակի կապում են ուղեղի հետ։ Ձեր հիպոֆիզը հասկանում է, որ լույսը բացվեց։ Երկրորդը մայրամուտը կամ հուրկրակի գույնը, կրասնի սպեկտր, կարմիր սպեկտրը, դա լրիվ ուրիշ հաճախականություն է արդեն։ Այսինքն հիպոֆիզը հասկանում է առաջի անգամ, որ 12 ժամ հետո պիտի սկսի արտադրել մելատոնինը, եւ երբ որ արդեն կարմիր լույսն է տեսնում, ժամը 10-ից 12-ից հետո մաքսիմալնի պիկերն են մելատոնինի։ Այդ պետք է օգտագործել քնելու համար, այդ ընթացքը։ Երկրորդ գաղափարը, որը տեսեք, դա արաբական երկրներում կա, դա միջերկրական ծովի ափին, իսկ մեր ցիվիլիզացիան հասկանում եք, չէ՞ որ այնտեղ է սկսվել։ Տիգրիս Եբրատ գետերի արանքում։ Վերջացա։ Հստակ, օրինակ իսպանացիները միջև հիմա անում են, Իտալիայում են։ Siesta, հա, ցերեկային քնի։ Ցերեկային մորթես ուզում ես սոված եղի, ինչ ուզում ես եղի։ Ոչ մի ռեստորան քեզ ոչ մի բան չի մատուցի, եթե քնելու ժամն է միջև ժամը 5-ը։ Ամբողջովին անջատվում է ազգը։ Հասկանում եք։ Այսինքն այդ ժամերին գոնե կես ժամ։ Բացի դրանից, տեսեք, դուք հարց տվեցիք կիսատ մնաց հարցը։ Լավ, ես գնում եմ զալ, որ մարզաձևն է, վազեմ, ծանրություն բարձրացնեմ, թե չէ։ Կապ ունի նաև տարիքը։ Օրինակ, տարիքի հետ կապված, երբ որ ինձ գալիս է, ասենք թե 60 տարեկան մարդ, ես ասում եմ, եղբայր, ուրեմն պայմանավորվենք սենց, դուք անելու եք միայն յոգան, փորձում եք ճկունությունը վերջնական չկորցնել, որտեղ 60 տարեկան մարդը պիտի հասկանա, որ շուտով չի կարողանալու իր, ասենք թե կոշիկները կոչկի։ Պիտի հասկանաք ինչի է մարզվում ինքը։ Պիտի կռանա իր կոշիկները կոչկի։ Միտքս հասկացաք, ինքը իրավունք ունի 60 տարեկանում առաջ անգամ ֆիթնես մտնի։ Դուք մի անգամից մի թեքեք, որ ինքը հələ երիտասարդա կյանքը արժևում է։ Եվ հասկանում ենք, չէ՞ որ 60 տարեկան կինը երբ որ մտավ, պիտի ընկալեք, որ դե օստեոպարոզով կինը արդեն 20 տարի դաշտանի դադարով չենք մտցնում շտանգաներով կամ գիրյաներով պարապելու, էլի։ Միտքս հասկացեք, այսինքն այդտեղ դա մի հատ, չգիտեմ, այնքան մեծ գիտություն է սպորտային բժշկությունը ու հետաքրքիր, օրինակ ես հաճույքով կզբաղվեի։ Եվ ոնց է բայց եթե աշխատավարձս պահպանեին նույն ձևի։ Գիրք գրելու ժամանակն է։ Հա չէ։ Հայերեն լեզվով չկա տենց գիրք։ Միոկիններից ամենաշատը ինձ սպանել է իրիսինը։ Գաղափարապես։ Ուրեմն պատկերացնում ես Աստված ոնց է սարքել մարդուն։ Մարզումների, մկանային կծկումների ժամանակ ստեղծել է բիոլոգիական ակտիվ մոլեկուլ, իրիսին, գարմոն, որը ուղղակիորեն
սնում է մարդու ուղեղը։ Այդ պահին, որ Չէ, նայ տես ինչ է ստեղծել, նայ։ Կոպիտ ասեմ։ Ուրեմն պահպանում է այն մարդու ուղեղը, որը խելքին զոռ է տալիս ու ինքը իրան մի կտոր հաց հայթայթում ինքնուրույն։ Պատկերացրեցի։ հասկանում եմ, ուզում եմ պատկերացնել։ Այսինքն եկեք հասկանանք, էլի անդրադառնանք, որ էվոլյուցիա հասկացողությունն էլի զարգացումը, մարդ էակը ինչու, հասկանում ես, բնությունը չէր կարա թողներ այն մարդուն, որը իր տեղը նստած, ոչ խելքին զոռ կտար, ոչ ներողություն ուժին զոռ կտար, իրան մի կտոր հաց բերեր սարքեր։ Հասկանում ես, դա նոնսենս է, ոչ մեկ չէր պահի այտենց հասկացաք միտքս։ Ընդհակառակը մենք բնության մեջ հակառակն եք տեսնում, այռուցը հիվանդանում է, հավաքվում են, ուտում են այդ այռուցին, տազա այռուց են ընտրում իրենց համար։ Միտքս հասկացեք, էլի։ Բնությունը էդ է հետապնդում, այդ գաղափարն է հետապնդում, այսինքն մեզ նման ձևով է ստեղծել։ Եվ այսօր իրիսինը համար 1 նյութերից մեկն է Ալցգեյմերի հիվանդության մեջ, որ ուսումնասիրվում է Ալցգեյմերի հիվանդության եւ պետք է նաեւ էդ էլ պատկերացնել ոչ մի արհեստական դուք շատ ճիշտ ասացիք արհեստական ներմուծվող ոչ մի հորմոն կամ ոչ մի նյութ էդ էլ եկեք պատկերացնենք էլի որ արհեստական տեստոստերոնը չի կարա էնդոգեն տեստոստերոնը L-թիրոքսինը որ մարդը ստանում է չի փոխարինում այն հորմոնը որ դի վանաձև գեղձ է արտադրեր այդքան հեշտ չի էլի Դե չէ սաղ կվերցնեին, իրիսին կսրսկվեին ու սկսեին կյանքը վերջ։ Այո։ Դե հենց օրինակ էպիլեպսիայի բուժման մեջ էլ կետոդիետան ընդգրկված է որպես ստարտովի բուժման գաղափար հենց կետոդիետան, որ այդ մտածում ես ինչ կապ ունի էպիլեպսիան ակտիվ օջախներ են, բայց ինքը հենց դրա բուժման համար է ստեղծված։ Չէ, ես 4 տարի ապրել եմ կետոդիետայով։ Ինքը շատ կայֆ էր։ Իհարկե ուղեղը դառնում է մի անգամից ոնց որ մնագեազերնի պրոցեսոր կարողանում է միակ վատեն էր որ դա չեմ ասի անքնություն չի զարգանում ուղղակի 4 ժամ բավարար է քնես ու ամբողջ օրը կայտարի վառույգ ես զգում քնելն էլ իր հաճույքն հա էլի Դե ինչ սիրելիներս բաժանորդագրվեք չմոռանաք մենք Երևան Սերգեյիչին խնդրենք ինքը բլոգ բացի այս թեմայով բարբերաբար խոսա որտեղ մարդիկ դրա կարիքն ունեն մերսի Երևան Սերգեյիչ նորից մեզ հյուրընկալելու համար իսկ դուք չմոռանաք առողջ ապրել Պակա